3 օր պետք եղավ հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովին Տաշիր կապիտալին հետցի կառավարման լիցենզիայից զրկելու համար։ Ովքեր են կողմ օրակարգի հարցին, այսինքն ովքեր են կողմ լիցենզիայի դադարեցմանը։ Ովքեր են դեմ, շնորհակալություն։ Քննարկման երրորդ օրը ելույթներին էր նվիրված։ Նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանի ելույթի ընթացքում իրավիճակը լարվեց։ Հետցի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն արձագանքեց, պնդելով, թե ելույթում վիրավորական ձևակերպումներ կան եւ կոռեկտության կոչ արեց։ Հաշվի առնելով, որ ՏԿ-ն շատ անգրագետ եւ սխալ հաղորդում էր ներկայացրել, ամենատեղից ճգնաժամային ընդհանրապես կապ չունեցող կետերը պետք է լցվեն, բնականաբար բոլորով միասին լցվել են սխալ ինֆորմացիա, մեղմ ասած սխալ ինֆորմացիա ներկայացնում։ Ունեք Սևանի Ես ներողություն եմ խնդրում հարգարժան նախագահող վարման կարգում մի դիտարկում։ Ես խնդրում եմ զեկուցողին կոռեկտության կոչ անել եւ զեկույցի ելույթի մեջ զերծ մնալ որակումներից, քաղաքական գնահատականներից եւ կոռեկտությունից դուրս արտահայտություններից, այլապես չգիտեմ ինչի կվերածվի։ Շնորհակալություն։ Պարոն կառավարիչ, նախարարությունը դուք երևի հասկացել եք սպառնալիքներով իմ հետ խոսել հնարավոր չէ, չգիտեմ ինչի կվերածվի, Դուք եք այս բան սպառնալիքներով խոսում, պարոն ով ասաց վերածվի, չգիտեմ ինչի։ Չէ։ Ղազինյանը կանխատեսեց, որ հանձնաժողովի անդամների սպասվող որոշումը կհամապատասխանի քաղաքական պատվերին, այսինքն հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի որպես անկախ մարմին լուծարմանը։ Այո, թույլ ենք տալիս, այո։ Մեսրոպ Մեսրոպյանը կտրուկ բացառում է, որ երբևէ որոշումներ է կայացրել ճնշման կամ արտաքին ազդեցության տակ։ Նրա խոսքով իր բոլոր քայլերը եղել են իր անձնական համոզմունքների ու խղճի արդյունք, եւ ինքը միշտ գործել է լիովին ազատ։ Խոսել ժողովրդավարության անկման, խոսել հանձնաժողովի անկախության աշճանի նվազեցման, խոսել քաղաքական պատվերներ կատարելու մասին, դա առնվազն ես համարում եմ սխալ դիտարկ։ ՀԾԿՀ-ի 3 անդամներ հոկտեմբերին Թուրքիայում էին։ Այս մասին նույնպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց հանձնաժողովի նախագահը եւ պատմեց պատվիրակության այցի պատճառը։ Հայաստանը 1999-ից էներգետիկ կարգավորողների տարածաշրջանային ասոցիացիայի հիմնադիր անդամ է, որտեղ ընդգրկված է 47 երկիր։ Ասոցիացիան տարին 2 անգամ նիստեր է կազմակերպում տարբեր երկրներում, քննարկելով հատկապես վերականգնվող եւ արևային էներգետիկայի խնդիրները։ Վերջին հանդիպումը Թուրքիայում էր։ Այդ տեսեք գնացել են Թուրքիա, որ բանակցեն, որպեսզի կան հեծը վաճառեն թուրքերին, դա կներեք առնվազն նման է Գեբելսյան քարոզչությանը, որ որքան սուտը մեծ է, այնքան հավատացողները շատ կլինեն։ Հանրության ամենից շատ հետաքրքրում է, սպասվում է հոսանքի սակագնի բարձրացում։ Մեսրոպ Մեսրոպյանի խոսքով կան մի շարք բաղադրիչներ, որոնց հաշվարկից հետո միայն հանձնաժողովը կարող է գնահատել, հնարավոր է սակագինը փոխվի, թե ոչ։ 2026-ին ատոմակայանը 2-ի փոխարեն 5 ամիս է վերանորոգման կանգնելու։ Ամեն ինչ կանենք, որ սակագինը չբարձրանա, ասում է Մեսրոպյանը։ Սակագինը ինքը բազմակոմպոնենտ գումարելի է։ Ինքը այդ գումարելին ձևավորվում է մի քանի տարբեր գումարելիներից։ Կփորձեմ մաքսիմում հասկանալի լեզվով սա բացատրել։ Եվ երբ տարվա ընթացքում ամփոփում ենք մենք ֆինանսական տարին, արդեն այս կամ այն գումարելին կարող է դրական ազդել այդ ընդհանուր արդյունքի վրա, այս կամ այն գործոնը կարող է բացասական ազդել ընդհանուր արդյունքի վրա, եւ այդ դրական ու բացասական ազդեցությունների հանրագումարում է, որ հանձնաժողովը հասկանում է պատկերը, կարող է սակագին իջացնել, չի կարող սակագին իջացնել, նպատակահարմար է սակագին իջացնելը, թե ոչ։ Ավելի ուշ Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման որոշում է կայացվել։ Այդ առիթով դատարանի դիմաց հավաքվել էին հետցի արդեն նախկին սեփականատիրոջ աջակիցները։ Հայաստան խմբակցության падգամավոր Գեղամ Մանուկյանը վստահ է, որ Մեսրոպ Մեսրոպյանը չի հասկանում, որ ուղղակի թրաֆիքինգի զոհ է։ Չի հասկանում այդ մարդը, որ իրեն արդեն ամիսներ շարունակ որպես ստրուկ թրաֆիքինգի զոհ փուրն են տալիս։ Օրենքը փոխեցին, որ մենակ Մեսրոպյանի ստորագրությամբ կարողանա որոշում կայացնել միլիոնավոր դրամներ աշխատող Ռոմանոսին նշանակելու, այսօր դա ու հետակա բոլոր քայլերը։ Վաղը բոլորը չկմեղանալու են, բա գնացեք այն հրազդանցի հարիվից պահանջեք, մենք ինչ կապ ունենք, բայց բոլորը պատասխան են տալու։ Սամվել Կարապետյանը ըստ իշխանության մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար։ Դրան էլ հաջորդել էր հետցի լիցենզիան պետությանը վերադարձնելու գործընթացը։ Մոնիկա Հայրոյան, Reopen Media։